Անվարչապետ TRIP ծրագրի շրջանակում հայ-ամերիկյան վերջին համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ խաղաղության այս ամենը կնպաստի խաղաղության հաստատմանը Ադրբեջանի հետ եւ ինչ է կարծում մոտակա ինչ ժամկետ կնշեք, նաև հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը սեպտեմբերին ասել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր նախատեսում է ստորագրել 2026-ի առաջին կեսին եւ դրանից հետո Թուրքիան հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ։ Նոր ժամկետի մասին կարող եք խոսել։ Գիտեք, ես մի երկու նրբության վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Առաջինը, որ փաստաթղթում եւ գրած է, որ դա կնպաստի խաղաղությանը, եւ գրած է նաեւ, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը կնպաստի այս ծրագրի հաջողությանը։ Այսինքն իրենք իրականում որոշակի փոխկապակցվածություն էլ կա, եւ մենք աշխատում ենք, ելի պիտի ասեմ, ամենօրյա, որպեսզի խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված հետագա քայլերը հնարավորինս շուտ տեղի ունենան։ Քանի դեռ տեղի չեն ունեցել, ուրեմն դեռ աշխատելու տեղ կա եւ մենք շարունակում ենք աշխատել։ Իմ դիրքորոշումները գիտեք, ես կարծում եմ, որ այո, ինչքան շուտ ստորագրվի, ամեն դեպս ես օբյեկտիվ խոչընդոտ չեմ տեսնում եւ մենք այս թեմայով կոնսուլտացիաները պիտի շարունակենք նաեւ Ադրբեջանի հետ։ Հաջորդ հարցը համարարակելը համոզվեցին։ Պարոն Փաշինյան, քիչ առաջ վեհապար հայրապետի մասին խոսելիս ասեցիք դավաճան է, ինձ մոտ դեժավյու առաջացավ, թե ինչպես էին փողոցները լցված ցույցեր անում ձեր դեմ, ձեզ դավաճան կոչելով, ի վերջո Արցախի անկումը գիտենք երբ ա եղել, մի տեսակ, չգիտեմ, ձեզ մոտ ինչ ասոցիացիաներ կան, որ երբ որ ձեզ են ասում դավաճան, հիմա դուք ասում եք վեհապարին դավաճան, չհասկացանք ինչում է նա դավաճան, ինչի է դավաճան, եւ ձեր աշխատակազմի ղեկավարը մի գրառում էր արել, պատկերացնում եք այսպիսի բան Վազգեն առաջինի կամ Գարեգին առաջինի ժամանակ հրապարակել է ձեզ միացած եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների լուսանկարը, որովհետև եկեղեցին վեհապարի ժամանակ ինքը Ավազանյանն ուղղագրել, այսպիսի հայտարարության է հասել, որ 10 սրբազաններ Բայրաթորի տարածքում ասում են հեռացիր, ինչը նախադեպ չունի։ Երբ դիտարկում արեցի, որովհետև դա ձեր իշխանության ժամանակ ա եղել, ձեր աշխատակազմի, եթե դուք իշխանության չլինեք, գուցե նման բան չլիներ էլ, ձեր աշխատակազմի ղեկավարն ինձ հարցրեց դուք լրագրող եք, թե ձևիստ ակտիվիստ։ Հիմա դուք ձեր շրջիկ պատարակների խմբերով, ուխտերթեր իրականացնելով հանդերձ, ուզում եմ ձեր հարցը ձեզ վերադարձնեմ, դուք վարչապետ եք, աշխատակազմի ղեկավար, գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններ եք, թե քայլիստ ակտիվիստներ։ Շնորհակալություն։ Մենք միշտ ենք քայլ անող եւ մենք մեր քայլերը անում ենք եւ մեր քայլերի համար պատասխանատվություն ենք կրում։ Դավաճանի մասով այո դուք ճիշտ եք, բայց երբ որ ձեր ասածը տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ, արդար, մրցակցային ժողովրդավարական ընտրություններում քվեարկեցին եւ դիրքորոշում արտահայտեցին եւ այդպիսով ենթադրում եմ նաեւ արտահայտեցին թե ով է դավաճանը։ Եկեք երկուսան չվերանանք մյուս գործընկերներից խոսում են։ Քանի դեռը, բանալի բառը քանի դեռն է։ Հաջորդ հարցը Կարինե Սահակյան, Մեգանյուզ։ Պարոն Փաշինյան, դուք հայտարարում եք պարբերաբար արտաքին բալասավորված քաղաքականության վարման մասին եւ երեք արդեն որոշակիորեն հստակեցումներ մտան TRIP-ի ծրագրի շրջանակներում։ Բալասավորումը այս ծրագրի շրջանակում խախտվում է թե ոչ ձեր պատկերացումներով եւ դիտարկումներով Ռուսաստանի եւ մասնավորապես Իրանի հետ, քանի որ կան նաեւ որոշակի զարգացումներ Իրանում, որոնք կարող են դարձնել Հայաստանը գուցե եւ ուղղակի տարածք Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի եւ նույնը ակնկալում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունից, ինչ վերաբերում է բալանսավորված կամ բալանսավորման կամ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը, ընդհակառակ կարծում եմ TRIP-ը հենց այդ արտաքին քաղաքականության շատ տեսանելի եւ շատ կարեւոր հաջողություն է,
Այստեղ խնդիրը այն է, որ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության էությունը եւ նպատակները պետք է հասկանալ եւ այո, ես կարծում եմ, որ դա մեծ հաջողություն է, որովհետեւ Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանը էականորեն բարձրացնում է եւ իմիջայլոց, երբ որ խոսում էին անվտանգության երաշխիքների մասին եւ այլն, եւ մեր անվտանգության ընդհանրապես համակարգում այս միջազգայնացումը եւ միջազգային խաչմերուկ խաղաղության խաչմերուկ դառնալու այս process-ը շատ կարեւոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։ Հնարավոր է, որ այս հավասարակշռումը այնքան վատանացի վիճակը, որ մենք Ուկրաինայի օրինակին վատնում ենք։ Ոչ, հնարավոր չի։